Պարոն Չարչյան, այդ հավերժ վեճ կա, թե արդյոք նախարարը առողջապահության պիտի լինի բժիշկ, թե ոչ։ Կա այդպիսի մոտեցում, դուք գիտեք, ինձնից լավ գիտեք, որ նույն գլխավոր բժիշկը, մենք կարծեմ մի անգամ ենք խոսել, կարող է լինել ոչ բժիշկ։ Տրամաբանորեն իր մեջ տրամաբանություն կա, որ կարող է լավ մենեջեր լինի, ինչպես ֆանդրայզեր լինի, որ լավ գումարներ է բերում, կամ կարող է լինել լավ կազմակերպիչ, բայց արդյոք իսկապես հնարավոր է, որտեղ Արսեն Թորոսյանը բժիշկ չէր։ Ինքը բժիշկ էր։ Ներկայիս նախարարը բժիշկ չի։ Բայց Արսեն Թորոսյանը ինչ բժիշկ է։ Արսեն Թորոսյանը դիագնոստ էր, ինքը ավարտել է բժշկական համալսարանը, ընդունում բժշկական կազմակերպ։ Ես ուրեմն այստեղ խնդիր չկա, լավ, օքեյ, դա թող իմ սխալը լինի, ուրեմն ես ճիշտ չեմ հիշում։ Բայց հարցը շատ լայն է եւ այդ ցանկացած հարց մենք պետք է կարողանանք տեղայնացնել մեր երկրի մակարդակով։ Կարող է կառավարել առողջապահական համակարգը։ Լավ, ենթադրենք լավ բժիշկ է Արսեն Թորոսյանը, ներողություն, ես չեմ հիշում, բայց դա ինչ որ բան փոխում է, բժիշկ լինելը նշանակում է լավ։ Ինքը դիսերտացիա իր տեխնացուականը, եթե չեմ սխալվում, ազգային առողջապահության ինստիտուտում բժշկական կառավարում բայց կիսատ է մնացել տեխնացուականը, պարոն Թորոսյանը չի պաշտպանել տեխնացուական, կիսատ է մնացել, ինքը դրանից հետո անցավ դիագնոստիկայի ոլորտ, այդ MIPS դիագնոստիկ կենտրոններ ղեկավարում, ինչևէ, նախ երկու պայման, երկրորդը հետո կասեմ, բայց իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում ինչու եմ շեշտում, որտեղ պետք է տեղայնացնել այդ ամեն ինչը, իմպլեմենտացիա անել այստեղ, առողջապահության ոլորտի կազմակերպիչները եւ ղեկավարները պետք է լինեն բժիշկներ։ Ոչ տեսաբան բժիշկներ, ընդ որում, հա։ Ընդ որում ոչ տեսաբան բժիշկներ։ Մարդը պետք է արյուն տեսած լինել, այսպես ասած։ Մարդ պետք է որպեսզի կարողանան հասկանալ բժշկությունը, որպեսզի ներսից կարողանան հասկանալ բժշկությունը։ Մարդ հիվանդի անկողնու մոտ պետք է աշխատած լինի։ Մարդ պետք է հիվանդի տնքոցը լսած։ Հիվանդի տնքոցը լսած լինի, ձեր ասած, կամ վերականգնողական բաժանմունքում գոնե մի անգամ ռեանիմացիա անել, ներողություն, վերակենդանացման բաժանմունքում գոնե մի անգամ ռեանիմացիա արած լինի, որ հասկանա թե այդ ինչ բան է։ Գոնե մի անգամ տեսնի թե տարիքով կամ մեծ հիվանդը ինչպես է մահանում ու ինչ մեծ ստրես է վիրաբուժի համար, երբ որ իր վիրահատությունից հետո անկախ տարիքից 86, 120 իր վիրահատությունից հետո հիվանդը մահանում է։ Լինում են երբեմն կյանքին անհամատեղելի վիճակներ, երբ որ դու գիտակցելով այդ ամեն ինչը գնում ես այդ պատերազմին մահվան դեմ, գիտակցելով, որ 99 ու 99 պարտվելու ես ու պարտվում ես, անգամ այդ դեպքում սարսափելի ծանր հոգեկան վիճակ է